Բույսերը ըստ իրենց օգտակարության, ագավա։ Ագավա մուգ կանաչից արտադրվում է ոգելից ըմպելիք, օգտիլ, ուկլե, որը շատ հարգի է Մեքսիկայում։ Գեղազարդական նպատակներով առավել հաճախ օգտագործվում է ագավա ամերիկյանը։ Մյուսի չի ծաղկում սենյակային պայմաններում, սակայն այն կարելի է բազմացնել արմատային ծիլերով։ Ժամանակակից բուժարարները կիրառում են բույսի իշիասի, ռադիկուլիտի, սպոնդիլոզի, օստեոխոնդրոզի, լյարդի, աղաստամոքսային համակարգի և շնչառական ուղիների հիվանդությունների բուժման համար։ Բույսը օգտագործվում է հոմեոպաթիայում։ Չինացիներն արմատից ստանում են կոնտրացեպտիվ դեղորայք։ Ագավա ամերիկականն իր քիմիական և դեղաբանական հատկություններով մոտ է հալվեին, սակայն հալվեն պատկանում է շուշանացքիների ընտանիքին և նրա հայրենիքը Հարավային Աֆրիկան է։ Ունեն ցավամոքիչ, ջերմիչեցնող, վարակամերժ, հակաբորբոքային, խորխաբեր հատկություն։ Բուժիչ նպատակներով օգտագործում են ագավա ամերիկյանի 3 տարեկանից մեծ տերևը և դրա հյութը։ Տերևի արտաքին օգտագործման դեպքում հնարավոր է առաջանա ալերգիկ ռեակցիա։ Ռադիկուլիտ։ Տերևի կտրված կողմով շփեք մեջքը։ Եթե առաջանում է այրոց և ցավի զգացում, նշանակում է, որ հյութը քաշում է ցավը։ Կատարեք օրը 2 անգամ, պետք չէ փաթաթել։ Նույն կերպ վարվեք կապտուկների դեպքում, կարելի է շփել մեջքը նաև տերևի հյութով։ Եթե առաջանում է մաշկի կոր կամ կարմրություն, ապա բուժումը պետք է դադարեցնել։ Նման դեպքում վնասված հատվածին դրեք կաթնաշոր և վերակապեք։ Ոգեթուրմով բուժում են նաև նևրալգիան, պարալիչը, պարանոցի օստեոխոնդրոզը և ռևմատիզմը։ Բաղադրատոմս։ Մարացրեք թամ տերևները, ավելացրեք օղի 1-10 քաշային հարաբերությամբ։ 1 շաբաթ թրմեք կիպ փակված ապակի տարայի մեջ սենյակային պայմաններում, քամեք, տեղափոխեք մուգ շշի մեջ։ Մարացած տերևը լցրեք տարայի մեջ, ավելացրեք ուղի այնպես, որ լինի հումքից 2-3 սմ բարձր, թրմեք և պահպանեք վերոգրյալ ձևով։ Մաքրեք տերևը կեղևից, պատրաստեք 10%-անոց օղու ոգեթուրմ։ 2 ճաշիկ թալ ոգեթուրմը խառնեք 200 գրամ մեղրի և արևածաղկի յուղի հետ, քսեք հաստ շերտով թանձիվի վրա, տեղադրեք ցավոտ տեղի, վիրակապեք։ Կես ժամից մաքրեք քսուկը խոնավ լաթով, շարունակեք 5 օր։ Զգուշացում։ Արտաքին և ներքին բուժումը կատարեք միայն բժշկի հսկողությամբ։